Դինել նրա կողքին։ Ինչ կարճ ասեմ, թողեք Ֆարաքար համայնքը ապրի։ Ստեղ մարդիկ ուզում են լավ բան անեն։ Մի խանգարեք։ Լավ մարդկանց մի տարեք մեր կողքից։ Ում է ուղղված այդ խոսքերը։ Եկեք չմանանով հասկացողը կհասկանա։ Թող չխանգարեն, թողեն մենք կապրենք։ Որովհետև Օնիկ Աղվերդյանն էլ լավ մարդ է, ունի այն սկզբունքները, որը ուներ Վալեձա Գրիգորյանը, ու մենք սատարում ենք իրեն ու ցանկացած պահին կանգնած ենք իր կողքը։ Ֆարաքար համայնքից հեռու մնացեք։ Իվան Հարսյանը, իրավապահները Դավիթ Ախտոյանի կնոջ հեռախոսն էին վերլուծել, պարզվեց, որ եղբոր Մհեր Ախտոյանի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել, լսել եք այս մասին։ Եկեք, դրանք անձնական տվյալներ են, ես չեմ ուզում շատ մանրանամ։ Իսկ սպանությունը ինչ է կարծում, իսկապես վենդետա է եղել։ Սպանությունը վենդետա։ Եթե անկեղծ, ոչ։ Իմ կարծիքը։ Ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ ունի ազատ խոսքի իրավունք եւ ես էլ նույնպես իմ ազատ խոսքի իրավունքն եմ հայտնում եւ իմ կարծիքը։ Իմ կարծիքով ոչ, այստեղ վենդետա չկա։ Բա ինչ դրդապատճառով սպանեցին Գրիգորյանին։ Դրդապատճառը չեն ուզում լավը լինի համայնքում երևի։ Լավ մարդ էս կյանքում ոնց հասկացա տեղ չունի։ Թշնամիներ ուներ պարոն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը կարար թշնամի ուներ նրա համար, որ միայն լավ բաներ անում։ Թե հիմա լավ բան անելով թշնամիներ ձեռք են բերում, մնացածը չեմ կարող ասել։ Իսկ հիմա գյուղում լարված է մթնոլորտը, իրավապահները, ոստիկանները այստեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, բայց մենք ականատես ենք լինում, որ ծեծկրտուք է լինում, գերեզմանակարն են կոտրել եւ մի քանի տարբեր միջադեպեր։ Տեսեք, լարվածություն կա, լարվածություն ասվածը սենց ասեմ ձեզ։ Լարվածությունը որպես լարվածություն նրանում է կայանում, որ իմ կարծիքով արդար քննություն չի գնում։ Ավելի պետք է մանրամասն երկու հոգի չէր կարող նման գործողություն կատարել։ Խնդրեի պատգամ մարմիններին ավելի ուշադիր լինեն, ավելի խորացված հետևեն սրանց։ Ընտանիքը որտեղ է գտնվում, նշեցին, որ տեղակ չէ։